Տեր Աստված ասում է, որ նա մեզ փորձություն կտա այն մարդկանց դեմ, ովքեր Աստծո դեմ էին, եւ նա կլինի մեր ամուր պաշտպանը, ինչպես բրոնզե պատ, որի մասին խոսվում է Երեմիա 15:21-ում։ Եվ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքիցը եւ փրկեմ բռնավորների ձեռքիցը։ Սիրելի բարեկամներ, Աստծուց ավելի զորեղ ոչինչ չկա։ Աստծո դեմ ոչ մի չարիք չի կարող մրցել։ Նրա հետ դու անպարտելի ես։ Դու այն բրոնզե պատն ես, որը նրանք չեն կարող քանդել։ Աստծո հետ դու հաղթանակած ես։ Հետևիր նրան եւ նա կորտնի քեզ։ Նայենք այս վկայությունը։ Իմաստը Ինչ է պատահել ձեզ։ բժիշկը ուզում էր վիրահատել, բայց ես չէի համաձայնվում, քանի որ ամեն օր ցավն ավելանում էր։ Իսկ ինչպես եք քայլում նախկինում։ Սարսափելի էր։ Պարզապես քայլեք այս միջանցքով։ Եթե Տերը բուժել է ձեր ձեռքը, կարող է նաև բուժել ձեր ոտքը։ Որքան ավելի շատ քայլես, այնքան ավելի վստահ կլինես։ Հիմա ավելի երկար քայլեր արեք, սա ձեր հավատքն է, որը կհաղթի։ Վերադարձեք այստեղ քույրիկս։ Այժմ ավելի արագ քայլեք։ Փորձեք մի փոքր վազել։ Ահա եւ վերջ բարեկամներս, ամեն ինչ ավարտված է։ Աղոթենք։ Հայր մեր, մենք փառաբանում ենք քո սուրբ անունը, օրհնիր այս մարդուն։ Լսիր բոլոր նրանց աղոթքները, ովքեր օրհնություն են աղաղակում, ով Աստված։ Չարին հրամայում եմ հեռանալ Հիսուսի անունով։ Ամեն։